Տեսել եք այս թունելը Տիգին Բադալյան։ Լավն է, չէ՞։ Դե sense թունելի մեջ եթերից դուրս եկանք, բայց շատ տպավորիչ կառույց է եւ շոշափել է դառնում ավելի։ Հատ մի րոպե էլի։ Մի րոպե։ Պարոն Խուդացյան։ Ստեղ եմ, բան վարչապետ։ Այս կտորը երբ է ավարտը նախատեսվում։ 2027 թվականի տարեվերջին։ 2027 թվականի տարեվերջին սենց գալիս ենք, սենց ուղիղ եւ կիլոմետրաժով էլ ահագին կրճատվում, դե ժամով էլ էականորեն կրճատվում է։ Հետո բանի բարդ ռելիեֆ չենք հաղթարում էլ հիմա։ Ստեղ գալիս։ Այսինքն եղանակային այս խնդիրներ ինչ որ տեսանք չենք ունենալու 27 թվի ավարտին ավարտում ենք։ Այս պայն 40։ Եվ այս են դեպքն է, որ աչքով չտանք իհարկե, որ կապալառու կազմակերպության հարցում բախտնես բերել է իրանական կազմակերպությունն է, որը շատ պարտաճանաչ եւ շատ ակտիվ չէ աշխատում է։ Այս պայն պարոն վարչապետ, օրացիային գրաֆիկի համապատասխան են գնում, միջինում 45% կատարողական ունենք արդեն։ Ասեմ, որ ձմեռվա ամիսներին ընդհանրապես աշխատանքը չի դադարել եւ թունելների վրա եւ կամուրջներին հիմնականում նախապատրաստական մասով, թունելներին ծագման մասով։ Հեսա դե ավտոբուսի մեջ չենք ընդհատի եթերը, կշարժվենք եւ ճանապարհին ցույց կտանք նաեւ կամուրջները եւ ցույց կտանք աշխատանքը կառուցվածքները, որ նախատեսված է։ Եվ սա իհարկե տնտեսական շատ մեծ, բայց նաև կարևոր արձանագրել, որ նույն Հյուսիսարաֆի կառուցումից հետո Տաթև լծեն ճանապարհը, նաև Տաթևի ոլորանների ճանապարհը, իրանք մնում են, պահպանվում են եւ իրանք լինում են, նոր խոսում ենք, որ այսպես ասած չշտապող մարդկանց համար ճանապարհներ, զբոսաշրջային, ովքեր որ ուզում են անցկացնեն տենց բնության տեսարաններ նայելով, շրջագայելով։ Այս հատվածից անցնելու ենք, այսինքն ճանապարհը թունելով դուրս է գալու, այստեղից միանալու է կամրջին եւ արդեն այս կամուրջը կառուցվում է։ Այս սյուները կամուրջի սյուներ են։ Սիրելի հայրենակիցներ, այ կամուրջի ոտքերն են։ 1, 2, 3, այսինքն թունելից դուրս է գալիս ճանապարհը, գնում նենց կորով անցնում է արդեն այնտեղ։ Մենք հիմա Մեղրից մոտավորապես մի 15 կիլոմետր հեռավորության վրա ենք։ 15 կամուրջ է նախատեսված, ամենաերկարը 720 մետր երկարությամբ է։ Հայաստանում 720 մետրանոց կամուրջ ենք ունենալու, 720 մետրանոց։ Իսկ բարձրություններն էլ էլի էական կլինեն։ Սա երբ որ սարքենք ավարտենք, փաստացի ստացվում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ենթակառուցվածքի։ Այո, միանշանակ։ 214 միլիոն դոլար է արժեքը հիմա։ Միանշանակ։ Հիմա մենք վերևը մի հատ թունելի մրցույթ ենք արել, չէ՞։ Հաղթող կիլոմետրանոց ամփոփում փուլում ենք, մեր համար արդեն པարզ է հաղթող կազմակերպությունը ով կլինի։ Վերջին փուլին ենք հասել, առաջիկայում կհայտարարենք դրա մասին, պարոն վարչապետ։ Էսա նստենք Պարոն Խուդացյան, մի քիչ այդ թեմաներով զրուցենք։ Եկեք մնում ենք եթերում։ Պարոն Խուդացյան, եկեք նստեք։ Նստեք։ Հա, հիմա այս շատ կարևոր է նաև հիմա մենք մեր այս պահի ներդրումային ընդհանուր տրամաբանությունը հասկանանք։ Նախ ամբողջությամբ վերակառուցվում է Ագարակի սահմանային անցակետը։ Լրիվ 0-ից կառուցվում է բոլորովին նոր մաքսային տերմինալ, մաքսային տերմինալ չէ, կներեք, մաքսակետ իր բոլոր մնացած ենթակառուցվածքներով, գուցե տերմինալ էլ լինի, այնտեղ չգիտեմ, ես նախագծի։ Իրանցի գործընկերների հետ աշխատում ենք հիմա երկրորդ կամուրջի նախագծի վրա։
Այսինքն Հայաստան-Իրան երկրորդ կամուրջ, որի թողունակությունը ավելի շատ կարևոր է։ Երկրորդ կամուրջ գալիս է մտնում է նոր մաքսակետ, որից հետո մտնում է նոր ճանապարհ, հյուսիս-հարավ։ նոր ճանապարհ, այնտեղից արդեն կներեք մի րոպե, Ագարակից գալիս ենք, հասնում ենք Ագարակ Քաջարանը, հիմա շինարարության ընթացքի մեջ է։ Այո։ Բայց շինարարության ճանապարհի հատվածով ամբողջական ունենք, մի հատ էլ թունել կար, որը մրցույթը եղավ, ինչպես ասացինք, եղել է եւ հիմա ամփոփման փուլում ենք։ Ճանապարհը կգա կհասնի Քաջարան, այնտեղից որտեղից քիչ առաջ մտանք էս կողմը, դրանից հետո կշարունակվի Քաջարանի թունելով, որի մրցույթը հայտարարել ենք ամփոփման փուլում ենք, հետո կլինի էլի այս լոտի մեջ չի, հաջորդ լոտի մեջ է։ Առանձին լոտի մեջ է, բայց մրցույթը արդեն հայտարարել ենք, դրանից հետո կլինի ճանապարհ, դրանից հետո կլինի Բարգուշատի թունելը, որի մասով Այդ արդեն սկսում ենք Քաջարան-Սիսիան հատվածը։ Սիսիան-Քաջարան հատվածը։ Սիսիան-Քաջարան հատվածը, որտեղ կա Բարգուշատի թունելը։ Մենք այնտեղ ունենք 3 ճանապարհային լոտ, պարոն վարչապետ, եւ ունենք 2 թունելի լոտ։ Թունելներից մեկի մրցույթը ամփոփում ենք Քաջարանի թունելն է շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, մյուսն էլ էլի համարյա նույն երկարությամբ Բարգուշատի թունելն է, որի մասով բանակցում ենք ֆրանսիական կապալառու ընկերությունների հետ։ 3 ճանապարհների մրցույթներն էլ հայտարարված են, մեկի մասով ամփոփման փուլում ենք գտնվում։ Սիսիան Քաջարանինն էլ է հայտարարված։ Սիսիան Քաջարանի 3 ճանապարհները հայտարարված են։ Շատ լավ, հոյակապ։ Այսինքն կլինի ճանապարհ թունել, ճանապարհ թունել։ Ես հույս որ Ֆրանսիայի նախագահի մայիսին կայանալիք այցի ընթացքում այդ հարցը արդեն լուծված կլինի, նաև Բարգուշատի թունելի հետ կապված։ Ну, այսինքն աշտարակ Գյումրի հատվածն հյուսիս-հարավի առաջիկայում պաշտոնապես կբացենք եւ մեզ կմնա ինչ, մեզ կմնա Արտաշատ Սիսիան հատվածը եւ Գյումրին շրջանցող Գյումրի դեպի Բավրա հատվածը։ Այսինքն հյուսիս-հարավը միսոարյուն է ստանում, ըստ էության արդեն կոնկրետանում է։ Բայց հեսա որ շարժվենք, հիմա ես կուզենամ, որ եթերը չընդհատենք, շարժվենք, որպես շինարարությունը ցույց տամ։ Էլ ինչ ունենք ասելու այս թեմայի հետ կապված։ Պարոն Սիմոնյան, ինչ տպավորություններ ստացաք թունելից։ Դե մասշտաբային գործ է, նաև մարզպետի հետ ենք խոսում, թե ինչ փոփոխություններ կտա։ Ճիշտ է, հենց այս մասը չէ, բայց ընդհանուր մոտարապես ժամ ու կես 2 ժամ կկրճատի ամբողջ ճանապարհը, նաև այդ դժվարությունները բանից Ագարակից Քաջարան չէ, ընդհանուր Երևան, բանից Մեղրից Երևան կկրճատի, ինչպես նաև այդ ոլորանների բարձրանալիչները չի լինի, ճանապարհի լայնությունը, ինչպես նաև որակը, հա դե հոգնածնում է ճանապարհը, վարորդներին էլ է նաև հոգնածնում։ Մի խոսքով, զորա։ Պարոն Կոնջարյան, ձեր տպավորությունները։ Պարոն վարչապետ, նոր այդ որ խոսում ենք, փաստացի սա Հայաստանի Հանրապետության պատմության անկախության շրջանի ամենախոշոր մեգա նախագիծն է, մեր պետության ամենամեծ սարքած ենթակառուցվածքային նախագիծն է, ու անկեղծ ասած, երբ որ նայում ես այս նախագծին, սկսում ես արդեն հասկանալ պետության քաշը, որովհետև կախված նրանից թե մենք քննարկում ենք մեր գործընկերների հետ վերջերս, որ պետության քաշը նաև հասկանում ես, երբ որ տեսնում ես թե պետությունը ինչ կամուրջներ, ինչ թունելներ, ինչ մեգա նախագծեր է սարքում, եւ սա իսկապես չափազանց կարևոր է, ու ես նաև շատ կարևորում եմ, որ մեր քաղաքացիները նաև տեսնեն, կարողանան նաև տեսնել, թե իրենց պետությունը ինչ նախագծեր է կարողանում կառուցել, իրականացնել եւ բնականաբար բոլորի շահառուն եւ վայելողը մեր քաղաքացիներն են լինելու։ Ընդ որում սեղ մենք կարող ենք ասել, որ ոչ միայն ասել քաղաքացին տեսնի, թե պետությունը ինչ նախագծեր է անում, քաղաքացին թող տեսնի ինքը ինչ նախագծեր է անում, որտեղ այս նախագծերը անկախ նրանից վարկային միջոցներով են, այնուամենայնիվ դա Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների աշխատանքի արգասիքն է։ Ես ընդհանրապես ամենամեծ հակապետական եւ վտանգավոր process-ը համարում եմ այն, երբ որ փորձ է արվում դեմոնիզացնել հարկերը։ Ես էլի ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթից ոչ թե նրանից, թե ինքը իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում,
այլ կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում։ Էլի ուզում եմ ասել պատասխանատու կերպով։ Հայաստանում չկա մի ընտանիք, որ իր բարեկեցության վրա ավելին է ծախսում, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Եվ հետևաբար քաղաքացու մասնակցությունը պետական բյուջեի ձևավորմանը սկզբունքային նշանակություն ունեցող հարց է։ Դա քաղաքացու իր պետությանը տեր կանգնելու հատկանիշ է։ Դա քաղաքացու իր անկախությանը, իր ինքնիշխանությանը տեր կանգնելու հատկանիշ է։ Դա քաղաքացու այս ամեն ինչին տեր կանգնելու, իր երկրին տեր կանգնելու հատկանիշ է, որովհետև առիթ ունեցել եմ ասելու, կան հարկեր, կա պետություն, չկան հարկեր, չկա պետություն։ Եվ էլի ուզում եմ ընդգծել, որ իրականում բոլոր նրանք, ովքեր հարկերի դեմ խոսում են եւ հարկերի, այսպես ասած, բոլորին աչուձախ խոստանում են, որ հարկերից եւ այլն կազատել, իրականում խոշոր օլիգարխիան է, որ հարկերի, օրինակ ես դες կարող եմ բերել 2018 թվին մենք եկանք շրջանառության հարկի հետ կապված իրադրությունը ուսումնասիրելու եւ ինչ տեսանք։ Եվ տեսանք, որ ինչքան Հայաստանում խոշոր բիզնես կա, բանի շրջանառության հարկի ձևական ընկերություններ ստեղծելու միջոցով ամբողջ իրաց փողերը լվանում են։ Մենք իրադրությունների առաջ կանգնեցինք, երբ որ սուպերմարկետների ամեն անցուղու վրա մի հատ առանձին ԱԾ-ը դրած, հենց առանձին այդ ԱԾ-ն գալիս է շրջանառության հարկի շեմը մոտենում է, շպրտում են մի կողմ, մի հատ ուրիշ ԱԾ են դնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ նրանք ովքեր այս կարգի բաներ են ասում, նրանք ընդամենը ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմներ ստեղծել։ Իսկ կառավարության եւ փոքր բիզնեսի հարաբերությունները